Հարկ տիրոջը, միջև բուն թեմային անցնելը սիրելի Աստծո մարդ։ Հիշեցնեմ, որ ըստ մեր հայկական օրացույցի մայիսի 15-ը որոշված էր ընտանիքի օր։ Այսօր միասին մի կարճ ճամփորդություն կանենք վերաբերվող ընտանիքներին, թե Սուրբ Գիրքը ինչ տեսակ ընտանիքներ է մեզ նկարագրում։ Աստծո խոսքը համարվում է որպես ճշմարտություն, բայց երբեմն դառը։ Եվ այսօր այդ դառը ճշմարտությունից մի փոքր կկիսվենք միասին եւ կտեսնենք, թե մենք որ փուլի մեջ ենք, որ տեսակ ընտանեկան սկզբունքների մեջ ենք, ովքեր ենք մենք ըստ Աստվածաշնչի։ Եկեք միասին նայենք Ծննդոց գիրք 2-րդ գլուխ 23 խոսքից։ Երբ որ Աստված առաջի ընտանիքը կազմեց, Աստծո խոսքն ասում է, որ ոչ ոք մարդկային ծնունդ չեն։ Հետաքրքիր է, չէ՞։ Առաջի անձին, եւ որ Աստված ստեղծեց, ասավ մեր պատկերի եւ մեր նմանությամբ պետք է արարենք։ Եվ իրականում այդպես էլ եղավ Ադամը։ Բայց պատկերացրեք կնոջ կարևորությունը այնքան մեծ էր դեռ առաջին իսկ արարչագործության մեջ, որ Աստված ասավ. հարմար չի, որ Ադամ մենակ մնա։ Համաձայն ես այս խոսքին։ Եվ մեր ժողովրդական լեզվով ասած շատ խոսքեր ունենք, որ ում է պետք այն ամուսինը, ում կողքին կին չունի։ Իրակինը հերու է երբեմն գործերի բերումով, կամ ում է պետք բերեն տղամարդը, որ հլա դեռ չի զույգավորվե։ Կոչը սա բոլոր այն եղբայրներին, այն տղամարդկանց, ովքեր որ այսօր ունեն ընտանիք, եւ ովքեր որ պետք է ունենան ընտանիք, պատրաստ եղեք Տիրոջով կազմելու եւ ընթանալու ձեր ընտանեկան ճամփորդությունը երկրավոր կյանքի մեջ։ Աստծո խոսքը այսպես ասում 2-րդ գլխի 23-րդ խոսքից։ Ադամը ասաց. սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին իմ մարմնից։ Սրան կկոչենք կին, որովհետեւ սա ամուսնուց վերցվեց։ Եղել է ժամանակ, եւ որ կնոջդ ասես կյանքս։ Դու ճիշտ բան ես ասում, հենց կին կոչվում է կյանք։ Ով չգիտեր, թող այս հայտնությունը հենց հիմա ընդունիր ասրտի մեջ։ Կին կոչվում է կյանք։ Եվ Ադամի կյանքը իմաստավորվեց այն ժամանակ, եւ որ կինը հայտնվեց իր կողքին։ Դու ուրախ չես։ Եկեք փառք տանք Տիրոջը, որ այդտեսակ Աստված ունենք, որ ինքը գիտի մեր պակաս տեղերը, որ ինքը գիտի ինչպես կարող մեզ լրացնի։ Փառք Տիրոջը բոլոր Եվաների համար, սիրելի եղբայրներ, սիրելի տղամարդիկ, որ այսօր կան մեր կողքին եւ առավել օգտակար են մեզ հոգեվոր կյանքի մեջ։ Ամեն։ Եվ ինչ ասում շարունակությունը։ Դրա համար մարդը կթողնի իր հորը եւ իր մորը եւ կմիանա իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Սիրելիս, Աստված լրացնում է տղամարդին կնոջով, բայց կնոջն էլ ասում է, որ առանց ծածկոցի ման չգաս, վրետ անձրև կգա, կարկուտ կգա, փորձություններ կգան, առանց տղամարդկանց կանայք վտանգի տակ են։ Ես քեզ վստահ եմ ասում։ Եվ Ադամը շատ ուրախացավ եւ ասեց Աստծուն. «Էս ինչ լավ է, այ իմ սրտի կին տվեցիր ինձ»։ Ցավոք սրտի այսօր աշխարհի մեջ լինում են ամուսնություններ, որոնց սրտերը չի համապատասխանում իրար, այդ զույգերի սրտերը։ Եվ ցավոք սրտի դրանք շատ կարճ ընթացք են ունենում երկրի վրա, իրանց ամուսնական կյանքի մեջ։ Բայց այն ընտանիքները, որը կազմվում է Աստծո առաջնորդությամբ եւ նրա որոշմամբ, այդ ընտանիքներին, այդ կառույցին փլուզում չկա, ով կասի ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք հաջորդ հերոսին նայենք։ Ծննդոց 27 6-րդ խոսքը, 6-ից 12 համարները։
Արդեն տեսնենք, թե ինչ տեսակ կանայք կան։ Պատմությունը մի փոքր հիշեցնեմ բանավոր Իսահակի եւ Ռեբեկայի մասին էր։ Երբ որ ժամանակը եկել էր, որ Իսահակը պետք է օգներ իր ավագ որդուն, եւ այդպես էր կարգը։ Բայց չգիտես ինչու, կինը ուշադիր լսեց այն խոսքերը, գիտեք կան այդ տեսակ կանայք, որ լսում են այն բաները, որ իրանց չի վերաբերվում, եւ անում են այն քայլերը, որը իրանց չի պատկանում, չի վերապահվում։ Եվ ասում է Ռեբեկան լսեց այն խոսքերը, որը Իսահակը փոխանցում էր իր ավագ որդուն, եւ խոսում էր այն օրհնությունների մասին, որ պետք է փոխանցվեր իրան ըստ հրեական կարգի։ Այս ամեն ինչը լսեց Ռեբեկան եւ կողնապաշտություն դրեց իր տղաների մեջ, ասեմ, որ աչառություն դնելը մեղք է, սիրելի ծնողներ։ Երեխան գանձա Աստծուց տրված, որ նրանց մեջ պետք չի աչառություն անել։ Եվ չգիտես ինչու, Ռեբեկան որոշեց, որ իմ ամուսինը սխալ ընտրություն է արել։ Եկեք կարդանք այդ հատվածը 27-ի 6-րդ խոսքից։ Եվ ինչ ասում Աստծո խոսքը։ Իսկ Ռեբեկան խոսեց իր որդու Հակոբի հետ ասելով. Ես լսեցի, որ հայրդ խոսում էր քո եղբոր Եսավի հետ եւ ասում. Ինձ համար որս բեր եւ ինձ համար խորտիկներ պատրաստի, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ Տիրոջ առջև իմ մեռնելուց առաջ։ Նայեք ինչ ասում հաջորդ շարունակության մեջ։ Հիմա լսիր իմ որդիս, ինչ որ պատվիրում եմ քեզ։ Գնա հոտերի մոտ եւ այնտեղից ինձ համար 2 ընտիր ուլ բեր, որ ես դրանցից քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։ Ինչ եք կարծում, անտառի կենդանիները եւ ընտանի կենդանիները նույն համը կունենային։ Եվ իհարկե դա արհեստական քայլ տեղի ունեցավ կնոջ կողմից, որը առաջինը անարգանք էր ամուսնու նկատմամբ, եւ հակառակ կանգնեց, դեմ կանգնեց Եսավի օրհնությանը, որը պատկանում էր ըստ հրեական կարգի, պատկանում էր Եսավին, եւ փորձեց խաբեության մեջ գցել իր փոքր որդուն։ Եվ ցավալին այնա, որ որդին լսեց մորը։ Սիրելի որդիներ, սիրելի աղջիկներ, եթե ձեր մայրը ձեզ Աստծո կանոններից դուրս խորհուրդներ ա տալի, խրատներ ա տալի, շատ իրավունք ունես դու մերժես եւ մեջքով կանգնես այդ խրատներին։ Երբ որ քեզ խորհուրդ ա տալի, որ ինչքան կարում ես Տիրոջը նվիրվի, նրան ծառայի, նրան ընծայվի, ժամանակներ շուտ փորձի այդ խրատները պահես, որը որ Աստծո կամքի համեմատ է։ Եվ այս տեսակ կանայք կան այսօր աշխարհում, որոնք ամուսնու որոշված խոսքը փոխում են եւ ուրիշ խորհուրդներ են տալի եւ այսպիսով ընտանիքները, որ պետք է գնան ուղիղ ճանապարհներով, եւ մենք տեսնում ենք, որ Հակոբը փախավ։ Ինչի համար փախավ, որտեղ ընդունեց կեղծ խորհուրդները, որը եկավ ոչ թե օտար մեկից, այլ եկավ իր մորից։ Ընտանիքներ, որոնց համար Աստված որոշել է ուղիղ ճանապարհ, բայց ընտանիքներ կան, որոնք որոշում են, որ իրանք պետք է գնան ծուռ ու մուռ ճանապարհով, ինչպես Իսրայել ժողովուրդը։ Եկեք հաջորդ հերոսին նայենք, բացենք Հոբի գիրքը, Հոբի գիրքը, երկրորդ գլուխ 9-ից 10 խոսքերը։ Հոբը մի տարապանքի մեջ էր, մի պատերազմի մեջ էր, այնպիսի վիճակի մեջ էր, որ ոչ մեկ չեն կարող իրան հասկանալ։ Միայն գիտեր Աստված եւ գիտեր Հոբը, թե ինչքան խորը վիշտ կա իր սրտի մեջ։ Եվ Հոբը միակ ակնկալությունը երկրի վրա որ ուներ, որ իրան կօգներ, իրան կբարձրացներ, իրան կմխիթարեր, թվում էր թե որ դա իր կինն է լինելու։ Ամենամեծ սպասումները որ նա ուներ ընտանիքից, դա իր կինն էր։ Բայց չգիտես ինչու,
Աստծո խոսքն ասում է հետևյալ խոսքերը, եկեք կարդանք կնոջ խոսքերը։ Երկրորդ գլուխ 9-րդ խոսքը։ Նրա կինը նրան ասաց. դեռ քո կատարելությանը կարճած ես, Աստծուն հայհոյիր ու մեռիր։ Հոբը նրան ասաց. հիմար կանանց նման ես խոսում, ուրեմն Աստծուց միայն բարիքն ընդունենք եւ չարիքը չընդունենք։ Այս ամենում Հոբը իր շրթունքներով չմեղանչեց։ Շնորհակալ եմ Տիրոջից նման եղբայրների համար, նման տղամարդկանց համար, ովքեր չեն կոտրվում միջև վերջ։ Թող Աստված ել ավելի կարծր դարձնի բոլոր սպասվող կրակների մեջ։ Որովհետև ժամանակներ հետո է, որ երևում է հաղթության դրոշը։ Եվ տեսնում ենք պատմության մեջ, որ Հոբը հետագայում ինչքան մեծ օրհնությունների արժանացավ Աստծուց։ Այն ինչ որ կորցրել էր, Տերը ավելիով նրան հատուցեց։ Այն ինչ որ կորցրել ես, սիրելի ընտանիք, իմացի որ Տերը ունի քեզ համար պատրաստած մի օրհնություն, որի վրայով անգամ մեր մարդկային ուղեղը իզորու չի մտածել։ Որտեւ Աստծուն է լրիվ ուրիշ է։ Աստծուն է, սիրում եմ ասեմ, օրիգինալ է։ Ամեն։ Աստծուց դուրս ամեն ինչը նմանակում է եւ օրիգինալ չի։ Եկեք նայենք հաջորդ հերոսին։ Գործք առաքելոց 5-րդ գլուխ։ Անանիա եւ Սափիրա։ Ծանոթ անուններ են, ծանոթ ընտանիք է։ Հիմա կասենք, որ մենք առաջի դարում չենք եղել։ Ոնց ենք ծանոթ։ Աստվածաշունչը մեծ հնարավորությունն է, որ մենք ծանոթանանք դեռ առաջին երրորդ դարի ընտանիքներին։ Անանիա եւ Սափիրա, ինչ է կատարվում այս ընտանիքի հետ։ Եկեք կարդանք պատմությունը։ 1-5-րդ խոսքը։ Անանիա անունով մի մարդ իր կնոջ Սափիրայի հետ մի ագարակ վաճառեց եւ դրա գումարի մի մասը կնոջ իմացությամբ թաքցրեց։ Սիրելի տղամարդիկ, լինում է դեպքեր, որ կնոջիցդ բան ես թաքցնում։ Բերեք խոստովանվենք անկեղծ։ Ես էլ եմ այդպես։ Բայց ոչ ամեն ինչը։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ այս սխալ քայլը Անանիան արեց կնոջ իմացությամբ։ Ինչ եք կարծում, երբ որ կինը մի գաղտնիք իմանում է տղամարդուց, բավարարվում է դրանով, թե փորձում է լրացնել այդ խորհուրդները, լրացուցիչ խորհուրդներ տալ, խրատներ տալ, չէ՞։ Բերեք խոստովանվեք սիրելի կանայք, սիրելի քույրիկներ, որ ամեն մեկը դել ունեք ձեր լրացուցիչ խորհուրդները ձեր ընտանիքի մեջ։ Ես օրհնում եմ, եթե դա Աստծով է։ Եթե դա Աստծով չի, կոչը սա որ լրես եւ համբերես եւ մեղքի մեջ չընկնես եւ մեղքի մեջ չգցես։ Ամեն։ Ինչ է ասում շարունակության մեջ։ Իսկ մյուս մասը բերեց առաքյալների տրամադրության տակ դրեց։ Պետրոսն ասաց. Անանիա, ինչու սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես եւ ագարակի գումարներից թաքցնես, չէ որ քանի դեռ այն կար, քոնն էր, եւ վաճառելիս էլ կարող էիր գումարը քեզ պահել, ինչու սրտիդ մեջ այդ բանը դրեցիր, դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն։ Եվ Անանիան այս խոսքերը լսելով ընկավ եւ շունչը փչեց, եւ մեծ աղ պատեց բոլոր նրանց, ովքեր դա լսեցին։ Սիրելի ընտանիք, եթե հենց հիմա լսեցիր այս խոսքը, նման ճանապարհով չգնաս։ Մահ կա նման քայլերից հետո, օրհնություն կա հնազանդությունից հետո, մեղքից հետո, Աստծո խոսքն ասում է, հաջորդող քայլը դա մահն է։ Մեղքի վարձքը մահ է։ Դեռ առաջի դարից սկսած միջև այսօր եւ ինչքան էլ կապրենք երկրի վրա, այս սկզբունքը չի փոխվելու։ Մեղքի վարձքը մահ է։ Եվ տեսնում ենք, որ այս ընտանիքի մեջ իրանք միաբան էին, բայց ոչ ճշմարտության մեջ։ Իրանք միաբան էին, բայց կեղծիքի մեջ։ Սխալ որոշումների մեջ են իրանք միաբանված։ Իրականում բերեք բոլորս է խոստովանվենք, որ ինչքան էլ
ֆինանսապես աղքատության մեջ են եղել, մեր բնավորության վրա դա չի կարացել ազդել, ինչի համար, որովհետև բնավորության վրա ազդողը միայն Աստված է։ Բոլոր են անձիկ, ովքեր ստեղ ներկան եւ անցել են 90-ական թվականների այդ տարիներով, բոլորս եկը խոստովանենք, որ շատ շնորհակալ ենք այդ տարիների համար, որ մեզ փորձառու դարձրեց, որ անփորձներին կարողանանք խորհուրդ տանք։ Ամենամեծ խորհուրդը նա է, եւ որ մարդը իր անձնական փորձառությունից է խորհուրդ տալի։ Ամեն։ Դա համար կոչս է, անկախ ամեն ինչից, սիրտդ պահիր ուղիղ Տիրոջ առաջ, որ ոչինչ չկարողանա ազդել մեր ուղիղ եւ ճիշտ սրտի վրա։ Ամեն։ Արդեն դրական ընտանիքների մասին եմ խոսում։ Եկեք նայենք Ծննդոց 6-րդ գլուխ 18-րդ խոսքը։ Ժամանակներ գալիս է, եւ որ ընտանիքներ կան, որ Աստծո խոսքի մեջ, ասենց ասած թաթախված, Աստծո խոսքի մեջ ընկղմած, Աստծո սիրով լցված, չեն համակերպվում մի երևույթի հետ, մի իրականության հետ, որ իրանք ունեն ճշմարտության գիտությունը, բավական է, որ իրանք ունեն։ Նրանք չեն համակերպվում դրա հետ, այլ փորձում են այդ ճշմարտությունը փոխանցել դիմացիներին։ Եվ այս տեսակ ընտանիք էր Ծննդոց գրքի մեջ Նոյի ընտանիքը։ Աստծո խոսքն ասում է Նոյը արդար էր, աստվածավախ մարդ էր, Նոյը Աստծո ձայնը լսող անձնավորություն էր։ Եվ Նոյին պատգամ տրվեց, որ տապան կառուցի։ Բոլորս գիտենք այս պատմությունը։ Բայց կարևոր կետը սա է, որ Նոյը իր տապանը կառուցելուն հետ զուգահեռ իր ավետարանչությունը, իր սրտացավությունը, իր մարդասիրությունը ցույց տվեց իր կյանքով, անընդհատ խոսում էր գալիք ջրհեղեղի մասին։ Եվ եթե նա չունենար աստվածային սերը, եթե նրա սիրտը Աստծո առաջ ուղիղ չլիներ, նա այդ քայլին չէր գնա։ Եվ կասեր կարևորը ես եմ եւ իմ ընտանիքը։ Բայց իրականում նա իր պարտքը տվեց երկրի վրա եւ Աստված ինչ ասեց 18-րդ խոսքի մեջ։ Եվ տեսավ, որ Նոյը արդեն իր գործը կատարեց, ամեն ինչ արեց, եւ մարդիկ սխալ արձագանք տվեցին Նոյի խորհուրդներին, Նոյի կանչին։ 18-րդ խոսքում էսպես ասում. Սակայն իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, եւ տապան կմտնես դու, եւ քեզ հետ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք։ Գիտեք այս խոսքը երբ Աստված ասում։ Երբ որ մենք երկրի վրա մեր անելիքները արդեն վերջացած են լինում։ Արդեն ասում է դու քո պարտքը տվել ես, բայց քանի որ այս 100 տարվա մեջ դու չդադարեցիր, իմ ուխտերից չշեղվեցիր, իմ կանոններից չշեղվեցիր, այլ արեցիր այն ինչ որ ես եմ արել, դու կարժանանաս փրկության։ Դու մտիր տապանը, քո ամբողջ ընտանիքով, թե մնացածը ինչ կլինեն, դա քո բաժինը չի։ Սիրելի Աստծո մարդ, ուզում եմ կոչ անեմ, որ այսօր ժամանակն է, որ մենք մտնենք տապան, որտեղ շատ ասելով չի, ամեն ինչին ժամանակ կա, բայց ամենակարևորը լսենք, թե Աստված ինչ ասում մեզ, լսենք, թե Տերը մեզ ուր է ուղղորդում եւ երբ է ուղղորդում, ժամանակներից առաջ չընկնենք եւ ժամանակներից չուշանանք, ամեն ինչ անենք ժամանակին, եւ Նոյը ժամանակին մտավ տապան։ Երբ որ մտավ Աստծո խոսքն ասում է, ջրհեղեղը եղավ եւ Աստծո ձայնը լսող Նոյը եւ իր ընտանիքը փրկվեց։ Եթե դեռ չես լսում Աստծո ձայնը, խնդրիր Տիրոջ, ասա Տեր, ես քո ձայնը լսելու կարիք ունեմ, որովհետեւ առավել փրկության կարիք ունեմ։ Փորձիր Աստված խոսում է մարդկային սրտի հետ։ Աստված խոսում է մարդկային մտքի հետ։ Աստված այսօր ծրագիր ունի ամեն մարդու համար։ Եվ Աստվածաշունչն ասում է, Աստծո կամքն է, որ ամեն մարդ փրկվի։ Բայց որոշում կայացնողը Աստված չի։ Ես եմ եւ դու ես։ Փրկությունը
կախված չի Աստծուց, նա արդեն իր գործը 2000 տարի առաջ կատարել է։ Որոշողը մենք ենք, արժանանանք այդ փրկության, թե չարժանանանք։ Նոր կտականի մեջ ասում է, ուժեղները կհափշտակեն երկնքի թագավորությունը։ Կոչը սա որ եղիր ուժեղ։ Եղիր ուժեղ Տիրոջմով։ Առանց Աստծո չեն կարող ոչ մի բանի հասնել։ Հաջորդ հերոսը, որ կա, բանավոր կխոսանք, Հեսուի 24-րդ գլուխ 15 խոսքում է գրած։ Երբ որ Հեսուի ջանին հասավ, ասեն ժողովրդական լեզվով ասած, այնքան էր Աստծո խոսքի մասին ասել, այնքան էր դիմել ժողովրդին, որ ժողովուրդ ազատվեք կուրքերից, որովհետև ճշմարիտ Աստվածը Եհովան է, նրան պաշտենք։ Բայց շատ անգամներ հետո Հեսուն մի հատ որոշիչ քայլ արեց։ Տեսավ, որ ժողովուրդը այնքան անտարբեր են այդ կանչին, իր կանչին, որ ամեն օր շաբաթներ, թե տարիներ գրված չի թե ինչքան ժամանակ, բայց Հեսուն լինելով Աստծո մարդ, նա անդադար խոսում էր Տիրոջ կանչի մասին, անդադար խոսում էր Տիրոջ պատգամների մասին, եւ տեսավ, որ արձագանքը բացասական է, մի հատ մեծ հռչակում արավ։ Ես ուզում եմ այս խոսքերը հենց հիմա մենք դավանենք։ Ասա ես եւ իմ տունը պատկանում է Տիրոջը։ Պետք է նրան ծառայենք։ Հիմա հասկացա՞ր քո գործը որն է։ Կոչը սա, որ ես դավանանքը միշտ ունենաս, առավել ես օրերի մեջ, սիրելի Աստծո մարդ, ես եւ իմ տունն։ Ժամանակները արդեն հասել են նրան, որ այլևս մարդիկ խոսքի կարիք չունեն։ Ունես փոփոխված կյանք, ամենաուժեղ ավետարանչության ձևն է։ Չունես փոփոխված կյանք, անտեղի մի խոսա, որովհետև ուժ չունի այդ խոսքը։ Եթե դա չի համապատասխանում մեր ապրած կյանքին։ Եվ Հեսուն տեսավ, որ այլևս հույս չկա, այս վճռական խոսքն ասեց. ես եւ իմ տունը պետք է ծառայենք Տիրոջը։ Գիտես, եթե դեռ չգիտես որն է քո գործը, ասա Տեր, որն է իմ անելիքը երկրի վրա։ Կա մարդ, որ համարձակվում ասել, ես այստեղ անելիք չունեմ։ Ես այդ տեսակ մարդկանց եմ ուզում, որ իր անելիքների մասին հուշեմ։ Աստված ամեն մեկին տվել է կոչումներ, ամեն մեկին տվել է պարգևներ, մնասներ, որի համար պետք է Աստված պահանջի, որի համար պետք է կանչի եւ ասի ցույց տուր այն արդյունքները, որը դու վաստակել ես իմ տված պարգևներով եւ մնասներով։ Եվ հարց առաջի, ինչ ենք արել եւ ինչ ենք անում հենց հիմա Տիրոջ համար։ Պատասխանը գիտենք մենք եւ Աստված։ Եվ ուզում եմ այս հարցով մեր սրտի մեջ թույլ տանք, որ Տերը մի նոր որոշում բերի։ Մի նոր սերմ գցի, որը պատճառ կդառնա մանանեխի հատի պես չերևացող, բայց մեծ հետևանքներ թողող այս հավատքը թող բերի մեր կյանքի մեջ։ Որ մի փոքր բան, փոքր հավատ, որը չերևացող է, բայց Աստված կարող է այդ փոքրը մեծացնի, եւ Աստծո խոսքն ասում է այնքան մեծացնի, որ այս աշխարհի երկնքի թրջունները գան եւ հանգիստ գտնեն։ Մեր հավատքը աճող է։ Եթե հավատքի մեջ դեռ չես աճե, աճեցնողը Տերն է։ Եվ Սաղմոս 127-ի առաջի խոսքը այսպես ասում. Եթե Տերը չշինե տունը, ինչ տան մասին է խոսքը, այն ընտանիքները, որի անկյունակարը Քրիստոս չի, դրանք կփլվեն։ Այն տունը, որ կառուցված է Քրիստոս ժայռի վրա, ոչ մի անձրևներ, ոչ մի քամիներ, ոչ մի փոթորիկներ չի կարող տապալել այդ տանը։ Նրանք այդ տունը կմնա հաստատուն, կանգուն, որովհետև նրա հիմքերը Քրիստոս ժայռն է։ Դրա համար ասում է, եթե Տերը չշինե տունը, զուր են աշխատում շինողները։ Երբեմն մենք արհեստական այնքան կերպարներ ենք տալի մեր անձերին, մեր ընտանիքներին,
Թույլ տուր, որ Տերը շինի քո տունը։ Տիրոջ կառուցածը հիմնարարը, նրա մեջ ցեմենտը տեղն է։ Այսօր ինչքան նորակառույց շենքեր կան, ցեմենտի պակասի պատճառով չունեն երկար կյանք։ Ցեմենտը Աստծո սերն է։ Թույլ տուր, որ քո մեջ ավելանա այդ սերը։ Սիրով կառուցված ընտանիքները, սիրով կառուցված, սիրո հիմք դրված կառույցները, այդ տները չեն սասանվում, չեն փլվում։ Դրա համար թույլ տուր, որ քո կյանքի հիմքը լինի Աստված։ Աստծո եւ Աստծո խոսքը այսպես ասում. այն ինչ որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի։ Եթե բաժանեցիր վտանգ կա, մի բաժանիր, նպաստի ավելի լավ կառուցման, քան թե բաժանման։ Եվ վերջի խոսքը, որ կուզեմ միասին կիսվենք բանավոր, Եփեսացիս 5-րդ գլխից է, որ ընտանիքի ամբողջ սխեման նկարագրված է Եփեսացիս 5-րդ գլուխ 21 խոսքից։ Կանայք հնազանդվեն իրանց ամուսիններին։ Քրիստոսի եկյուղով միմյանց հնազանդ եղեք։ Պողոս առաքյալն ասում է, որ Քրիստոսի վախը ունեցող կանայք հավասար են տղամարդկանց։ Լսեցի՞ր ինչ եմ ասում։ Եթե Քրիստոսի երկյուղը չունի տվյալ կինը, շատ վտանգավոր է։ Գիտես ինչի համար, որովհետև նա ինստինկտյան շտապում է եւ առաջ անցնում, մոռանալով, որ գլուխը այնտեղ է։ Նկատի ունեմ տղամարդը։ Եվ հիշում ենք արդեն այս պահին անգլուխ ձիավորներին։ Ուր ես գնում, եթե գլուխը տեղը չի։ Ուր ես դուրս եկել անձևի տակ, եթե անձրևանոց չունես։ Կանայք ձեր ամուսիններին հնազանդվեք ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, եւ ինքն է մարմնի փրկիչը։ Լսեցիր սիրելի կանայք։ Որն է պատճառը։ Աստված ունի կանոններ, որի մեջ մեծ օրհնություն կա։ Կանոնները խախտեցինք, վտանգ կա։ Սահմաններից դուրս օծը պարկած է եւ սպասում է, եւ որ խախտես այդ կանոնները, նա կխայթի, բայց Աստծո սահմաններից ներս ապահովություն է։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։ Ճշմարտությունը ունի մի կետ, որից հեռանալու դեպքում մենք միևնույնն է պետք է վերադառնանք այդ կետից սկսենք։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե սխալ ես պատել պատը, ավելի լավ է քանդես նորը կառուցես։ Ծուր պատի վրա շինարարություն մի անի, որտեղ վտանգ կա։ Եվ ծուր պատին պետք չի, որ ինչ-որ նրան ուժ գործադրես, նա ավտոմատ ինքը կփլվի։ Ամուսիններ, եկանք դժվար պահերին։ Սիրեցեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն, Լևլս ինչ ասում, իր անձը նրա համար մատնեց։ Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրանց մարմինները։ Ինձ հազիվ եմ սիրում, ինչ մնաց կնոջս է սիրեմ, կան չէ, մեր մեջ չկան այդ մարդիկ, ես աշխարհի կերպարն եմ նկարագրում, ստեղ չկան այդ տեսակ մարդիկ։ Պարզապես Աստծո կանոններն ենք մենք վերապրում, թարմացնում, որ հանկարծ շփոթենք եւ այս սահմանները չխախտենք։ Ամուսիններն իրանց կանաչ այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները, ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։ Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատի, այլ սնում է եւ խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը եկեղեցուն, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։ Դրա համար ամուսինն իր հորն ու մորը պետք է թողնի եւ իր կնոջը հետևի ու երկուսը պետք է մեկ մարմին լինեն։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու մասին եմ ասում։ Սակայն դուք էլ ձեզանից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, եւ կինն էլ թող իր ամուսնուց վախենա։
Սիրելի կանայք, իմացաք ձեր գործը որն է։ Ամուսիններից վախենալ չի նշանակում սարսափել։ Պարզապես ասում է Առակաց գիրքը, վախը նշանակում է իմաստության սկիզբ եւ վախը նշանակում է չարությունից հետ կանգնել։ Երբեք չփորձես Ռեբեկայի պես գցես քո տղամարդուն։ Երբեք չփորձես Եվայի պես Ադամի բացակայության դեպքում շփվես օծի հետ։ Մի փորձի, վտանգ կա։ Միշտ հիշի, որ առանց տղամարդու ներկայությամբ ընտանիքը վտանգի մեջ է։ Բայց ցավալին է նա, որ այսօր աշխարհը հոգսերի մեջ լինելով թողում է իրանց ընտանիքները, անունը դնում են արտագնա աշխատանքներ եւ այդ ընտանիքները փլուզվում են։ Ես հավատում եմ Օրինաց գրքին խոսքին, որ Աստված ասել է. այն երկրի մեջ, որ քեզ ես ստեղծել եմ, հենց այդտեղ պետք է օժնեմ։ Արտասահմանը չի մեր օժնության տեղը, Ամերիկան չի մեր օժնության տեղը, մեր օժնության տեղը Քրիստոսի մեջ լինելն է։ Ամեն։ Եկեք փառք տանք Տիրոջը եւ ոտքի կանգնենք։